ահա նոր օր բացվեց, որը ոչ մի բանով չի տարբերվում երեկվա և ոչ էլ նախորդ օրերից, ինչի համար եմ ապրում, ում եմ պետք ընդհանրապես, ինչ եմ արել այս կյանքում, միշտ փորձել եմ ուրիշներին ինչ-որ բան ապացուցել, բայց որն է դրա իմաստը, եթե ամեն բան կորցրել է իր իմաստը, գորշ պատեր, գորշ կյանք, գորշ քաղաք, դժվար է պատկերացնել, եթե վաղը ես չլինեմ, ոչ ոք չի էլ մտածի իմ մասին, ոչինչ չի փոխվի այս երկրում, ես ապրել եմ և միշտ փորձել եմ գտնել երջանկություն, երբ ամեն անգամ կարծես, նա իմ ձեռքերում էր, բայց ոչ, նա ավելի ու ավելի էր հեռանում ինձանից, Աստված իմ, ինչքան կարելի է այսպես ապրել, վերջապես երբ այս ամենը կավարտվի, Գիտես ինչու, ոմանք երջանիկ են, ոմանք սիրահարված, ոմանք պարզապես իրենց լավ են զգում, ինչու ճակատագիր, ինչու ես այդքան դաժան, տալիս ես բոլորին, բայց ոչ ինձ, վերջապես հասկացիր, ես հոգնել եմ արդեն, ինչ է ճակատագիր, դու ինձ չես կարող ուղարկել գոնե, մի փոքր, լսում ես, մի փոքր հրաշք, Խաղաղություն քեզ, ով եք դուք, մի վախեցիր, ինչպես կարող եմ չվախենալ, ես քեզ իմ ամեն բան կբացատրեմ, ես քեզ պաշտպանող հրեշտակն եմ, ինչ, պաշտպանող, այո, դուրը փակ է, ինչպես հայտնվեցիր այստեղ, բայց չէ որ դու հրաշք էիր խնդրում, հրաշք, հրաշք, ուրեմն դու ես իմ հրաշքը, այո, շատ զարմանալի է, դե ասա ինչ է քո անունը, իմ անունը Գաբրիել է, ինչ գեղեցիկ անուն ունես, իսկ որտեղից ես եկել, Աստված լսեց քեզ և կամեցավ օգնել, չէ որ դու դրա կարիքն ունես, ինչ է ես օգնության կարիք ունեմ, ոչ, ես առանց քեզ են, ամեն բան շատ լավ անում եմ, այնպես որ մի անհանգստացիր, ես շատ լավ տեսա թե դու դա ինչպես ես անում, իսկ ով էր քիչ առաջ ասում, մութ է, ցուրտ է, միայնակ եմ, դու նույնիսկ պատրաստ էիր կյանքիդ վերջ տալ, իսկ քեզ ինչ տարբերություն ես ընդհանրապես ինչ եմ ուզում անել հն, հասկացիր, Աստված է ուզում հանել քեզ այս իրավիճակից, դու էլ ինձ հասկացիր, իմ իրավիճակից հնարավոր չի դուրս գալ, պրոբլեմները ամենուր են, ինչպես նորմալ մարդկանց մոտ, և գիտես ինչ, քեզ մի բան էլ կասեմ, կյանքը պայքար է, հաղթում է ուժեղագույնը, իսկ հիմա լսիր թե ես քեզ ինչ կասեմ, այս կյանքում յուրաքանչյուր խնդիր ունի ինչպես սկիզբ, այնպես էլ վերջ, կա խավարը, կա լույսը, կա բարին, կա չարը, այ օրինակ դու, ունես դիմակներ, ոմանց ժպտում ես, փորձում ես բարին երևալ, իսկ ոմանց ոչ, նեղանում ես, կոպտում ես, դու պետք է ընտրություն կատարես, ընտրություն, ինչ ընտրություն, հասկացիր, գալիս է մի պահ, երբ յուրաքանչյուր ոք պետք է ընտրություն կատարի,
если ты можешь пить грязную воду, пей, если можешь, это твой выбор. Выбрал быть пылью в старом шкафу, мне тебя жаль, но ты это выбрал. Ты это выбрал, но я не с тобой. Я не согласен, и я иду в бой. Я не могу плыть по мойным окуркам. Я рожден Богом гореть звездой. Ты это выбрал, но я не с тобой. Я не согласен, и я иду в бой. Я не могу плыть по мойным окуркам. Я рожден Богом гореть звездой. Դե ինչ, համոզվեցիր, Ինչու պետք է համոզվեի։ որ դու պետք է ընտրություն կատարես։ Լսիր, դու արդեն հոգնածիր քո ընտրությունով։ Վերջապես հասկացիր, հա։ Քեզ տեսնել չեմ ուզում։ Այդ դեպքում ով քեզ պետք է պաշտպանի։ Ումից պաշտպանես։ Թեկուզ հենց քեզանից։ Լսիր, դու երբեմն այնպիսի բաներ ես անում, որ ինքդ էլ չես հասկանում, թե ինչ ես ցանկանում։ Լսիր, Գաբրիել, դու ուզում ես չէ ինձ օգնես։ Այո։ Այ ավելի լավ կլինի։ Դու ինձ փող տաս։ Փող։ Այ գիտես, եթե ես փող ունենայի, ինձ համար կգնեի բնակարան, ավտոմեքենա, այն ամենը, ինչ որ կամենայի։ Իսկ հետո։ Հետո կունենայի ընկերներ։ Իսկական ընկերներ։ Դե ամեն տեսակ։ Լավ, բա հետո։ Հետո կապրեի իմ սիրած տղամարդու հետ։ Մարիամ։ Հա։ Իսկ դու բացի գումարից ուրիշ ոչինչ չես ցանկանում։ Իհարկե ցանկանում եմ։ Ինչպես բոլորը, սեր։ Սեր։ Իսկ ինչ բան է այդ սերը։ Սերը այնքան բարի է, այնքան քնքուշ, այնքան գեղեցիկ, ինչպես ֆիլմերում։ Գիտես, իսկական սերը բերում է տաքություն, ուրախություն, չես պատկերացնի, նա այնքան չտեսնված է։ Dancing bears, painted wings, things I almost remember, and a song someone sings once upon a December. Someone holds me safe and warm, horses prance through a silver storm, figures dancing gracefully across my memory. Այո, դու ճիշտ ես, Մարիամ։ Սերը շատ գեղեցիկ է, բայց խնդրում եմ ասա ինձ, այդ դեպքում որտեղից այսքան բաժանություններ, կոտրված սրտեր, ատելություն։ Չգիտեմ, Տեսնում ես։ հավատա չգիտեմ։ Մարիամ, իսկ դու երբևէ սիրել ես։ Իհարկե, այն էլ ինչքան։ Այ օրինակ այդ վերջերս հիշում եմ Հրանտին։ Մենք այնքան էինք իրար սիրում, որ խելքներս գնում էր իրար համար։ Իսկ Արմանը, Արմանը, նա այնքան էր ինձ սիրում, որ ամեն բան պատրաստ էր թողնել ինձ համար։ Բա։ Ամեն բան պատրաստ էր։ Առաջին սեր, երկրորդ, երրորդ, 10-րդ։ Քեզ չի թվում, որ ամեն անգամ քեզ օգտագործել են ու քո սրտից կտորներ պոկել ու դեն շպրտել։ Ապա հիշիր քեզ։ Let's talk this over. It's not like we're dead. Was it something I did? Was it something you said?
Աղջիկներ, տղաներ, սրտեր, չեմ հասկանում ինչ է, դա իբրև ես եմ, Ինչ է դու քեզ չճանաչեցիր։ լսիր, ես չեմ հավատում իսկական սիրուն, ավելին ասեմ, եթե նա կա, ես թքած ունեմ, Խնդրում եմ քեզ, դիմիր Աստծուն, եւ նա կբժշկի քո կոտրված սիրտը։ լսի, ես չեմ հասկանում, դու ուրիշ թեմայով չես խոսում, Աստված, ընտրություն, սրտեր, ինչ է, բարաբաշորդ այդքանն է, Ինչ ուզում ես ասա։ Միևնույն է Աստված քեզ շատ է սիրում։ ինչ, ինչ ասացիր, Աստված սիրում է ինձ, Այո։ լսիր, իսկ ուր էր քո Աստված, երբ հայրը սկսեց խմել, ուր էր քո Աստված, երբ ես մնացի մենակ, իսկ հիմա կասես, ուր է քո Աստված, Կասեմ։ Իհարկե կասեմ։ Նա միշտ իր տեղում է։ Պարզապես դու ես հեռացել նրանից։ Հույսը դնելով ամեն ինչի վրա, բայց ոչ Աստծու։ Խնդրիր նրան, եւ նա կպատասխանի քեզ։ ես ոչինչ չեմ ուզում խնդրել, Այ այստեղ ես քեզ չեմ հավատում։ Այս կյանքում յուրաքանչյուր ոք ուզում է ինչ-որ բան ունենալ կամ չունենալ։ Այ օրինակ դու, եթե Աստված այստեղ լիներ, ինչ կխնդրեիր նրանից։ դե ուրիշ ոչինչ, պարզապես հասարակ մարդկային երջանկություն, Իսկ ո՞րն է այդ հասարակ մարդկային երջանկությունը։ դե դա տարբեր է, այ օրինակ երեխաների համար, ծնողների ուշադրությունը, ծնողների համար, երեխաների առողջությունը, երիտասարդների համար, ազատությունը, սիրահարվածների համար, միասին լինելը, ընտանիքի համար, տունը, փողը եւ այլն, Պարզ է։ Իսկ ո՞րն է քո երջանկությունը։ չգիտեմ։ Գիտես, երբևէ այդ մասին լուրջ չեմ մտածել։ Դե երջանկությունը էլի։ Ինչ է դու կարող ես ինձ օգնել։ Չէ որ դու հրեշտակ ես։ Իսկ եթե փնտրես, որտեղ կփնտրես այն։ Չգիտեմ։ Բայց հավատա, մեկ օր անպայման կուզենայի գտնել նրան։ Կգտնես Մարիամ, հավատա ինձ, անպայման կգտնես։ Далеких планет нас не манит по ночам, а может нам только снится. Зачем мы встретим рассвет опять в неоновых лучах, и завтра все повторится. Взгляни, ты помнишь меня, ведь это были я и ты, летали за облаками. Зачем, скажи, люди, мысли, песни и мечты скрывают за 7 замками. Махнем со мной на небо, оставь нараспашку окно. Безумно и нелепо, как в забытом кино. Only you can do make all this world seem right. Չէ՞ գացի, որտեղ կարելի է գտնել երջանկություն։ Only you can do make the darkness bright. Романтика, 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 романтика. Романтика самолета, романтика в автомобиле, романтика на курортах, романтика. Ой, девочки влюбилась и полетела карусель звонков и смс-ок. Нашли свидание у подруги и кафе эспрессо. Девочка, которая хотела счастья. Девочка, которая хотела счастья. Счастья. You're unbelievable.
Որտեղ կարելի է գտնել երջանկություն։ Девочка, которая хотела счастья. You're unbelievable. Ներողություն, չեք ասի, որտեղ կարելի է գտնել երջանկություն։ Լսում ես, չկա իրական երջանկություն, չկա ու չի էլ եղել։ Կա։ Ուղղակի դու ճիշտ տեղում չես փնտրում, որտեղ այն իրականում կա։ Վերջապես հասկացիր։ Աստված է տալիս իրական երջանկությունը։ Լսի Գաբրիել, ես ավելի լավ առաջարկ ունեմ։ Արի խմենք, հա։ Խմենք պարզապես ծրվելու համար։ Խմենք ինչպես հին, լավ ընկերներ։ Ես ոչ խմում եմ եւ ոչ ծխում։ Եվ ինչ շատ լավ եմ զգում։ Աս, ես ներողություն։ Ախր մոռացել էի, չէ որ դու հրեշտակ ես։ Հանկարծ Աստված կիմանա ու կպատժի քեզ։ Ոչ, իհարկե ոչ։ Աստված երբեք չի պատժում։ Պարզապես Աստված չի սիրում, երբ փչացնում են իր արարչագործությունը։ Իսկ դու ինձ կարող ես ասել, ինչպես ազատվել ծխախոտի, խմիչքի եւ այլ կախվածություններից։ Բայց ինչու ազատվել։ Հասկացիր, ես չեմ կարողանում։ Այ օրինակ չեմ կարողանում ազատվել առավոտյան առաջին իսկ սիգարետից։ Իսկ երեկոյան մեկ գավաթ շամպայնից։ Խմում ես ու լավ է։ Այ դա է կյանքը, թե չէ սրտեր։ Ոչ, դա չէ կյանքը, դա կախվածություն է։ Ինչ կախվածություն։ Կուզեմ կխմեմ, կուզեմ ոչ։ Այ հրեշտակիկ։ Եվ ընդհանրապես, դու ինձ պաշտպանող հրեշտակն էիր, չէ։ Այո։ Դե պաշտպանիր։ Ինչ ես նստել գլխից քարոզ կարդում։ Արի ասեմ, Հապա։ թե չէ երկինք, բողոք կուղարկեմ։ Լսիր, Մարիամ, դու այնքան գեղեցիկ ես, այնքան երիտասարդ։ Միթե չես հասկանում, որ այս ամեն ինչը փչացնում է քեզ։ Վերջապես մի խելացի բան ասացիր, գեղեցիկ, երիտասարդ, բայց գիտես ինչ, այդ ամենը ինքս էլ գիտեմ, այնպես որ արի առաջ անցնենք։ Անցնենք առաջ։ Մարիամ, իսկ դու երբևէ տիկնիկային թատրոնում եղել ես։ Ո ոչ, միայն տիկնիկներն էին ինձ պակասում։ Շատ իզուր։ Գիտես, այնտեղ տիկնիկներ կան, որոնց պարաններով են խաղացնում։ Պարանը քաշեցիր, ձեռքը բարձրացավ։ Մյուս պարանը քաշեցիր, ոտքն առաջ գնաց։ Մարիոնետներ են կոչվում։ Այնքան հետաքրքիր է, թե ինչպես են նրանք հնազանդվում խաղացնողի ամեն մի հրահանգին։
Դե դա շատ པարզ է։ Չէ՞ որ նրանք տիկնիկներ են։ Իսկ դու երբևէ քեզ այդպիսի տիկնիկ չես զգացել, որ ոչ թե դու, այլ ուրիշ մեկն է քո փոխարեն ընտրություն կատարում։ Չգիտեմ։ I got my head checked by a jumbo jet. It wasn't easy, but nothing is. No. When I feel heavy metal. Գիտես, Մարիամ, Աստված ստեղծեց մարդուն, տվեց նրան հիանալի հնարավորություն ապրելու եդեմական պարտեզում։ Մարդուն տրվեց իշխանություն իշխելու ողջ բնության վրա, բայց զգուշացրեց, որպեսզի չուտի մահվան ծառից, բայց մարդը չլսեց, մեղանչեց, անմահ դարձավ մահկանացու։ Եվ այսօր սատանան տիկնիկի պես խաղացնում է մարդուն, պարանները ամուր են, չեն պոկվում։ Իսկ սատանան ծաղրում է ոչ միայն հոգին, նաև մարմինը։ Նրանց թվում է, թե ծխախոտը ժամանակակից է, խմիչքը հաճելի, թմրադեղերը տանող են։ Մարդը թվում է, թե բարձրանում է աստիճանաբար, հասկանում ես ինձ, բայց այդ ամենը տանում է նրան դեպի կործանման, իսկ ով կփրկի նրանց, ով կազատագրի նրանց։ Չգիտեմ։ Was on fire, no one could save me but you. It's strange what desire will make foolish people do. Come here, baby. You know you drive me up a wall the way you make good for all the nasty tricks you pull. Seems like we're making up more than we're making love. And it always seems you got something on your mind other than me. Girl, you got to change your crazy ways. You hear me? Say you're leaving on a 7:30 train and that you're heading out to Hollywood. So many times it kinda gets like feeling bad looks good.
ճիշտ ես։ Դա ես եմ։ Դու իրավացի ես, Գաբրիել, դա ես եմ։ Ինչպես մի թռչուն, որ շտապելով ուզում է վանդակից դուրս պրծնել։ Ինչպես մի տիկնիկ, որին խաղացնում են։ Բայց հավատա, ես հոգնել եմ արդեն։ Ես էլ չեմ կարողանում։ Ասա, ինչ պետք անեմ։ Նորից ու նորից կասեմ քեզ, դու պետք է ընտրություն կատարես։ Կա կյանք եւ մահ, կա անեծք եւ օրհնություն։ Աստված ուզում է, որպեսզի դու ընտրես կյանքը եւ օրհնությունը, որպեսզի ապրես դու ու քո ժառանգները։ Բայց նա չի կարող ստիպել քեզ, քանի որ դա քո կյանքն է եւ քո ընտրությունը։ Այո, դու ճիշտ ես։ Դա իմ կյանքն է։ Դա իմ ընտրությունն է։ Ու գիտես, ես ընտրում եմ այդ նոր կյանքը։ Խնդրում եմ օգնիր ինձ։ Ասա, ինչ պետք է անեմ։ Դու պետք է Հիսուս Քրիստոսին ընդունես քեզ որպես Տեր եւ Փրկիչ։ Պետք է հավատաս, որ նա մահացավ քո մեղքերի համար եւ երրորդ օրը հարություն առավ։ Խնդրես նրան, որ ների քո բոլոր մեղքերը։ Այդ ժամանակ նրա հոգին կծննդաբերի քո հոգուն եւ դու կդառնաս նրա զավակը։ Նա միշտ քեզ հետ կլինի եւ երբեք քեզ չի թողնի։ Ամենակարող Աստված, ես շնորհակալ եմ քո մեծ սիրո համար, որ ոչինչ չխնայեցիր, անգամ քո միածին որդուն տվեցիր, որ խաչվի եւ մեր մեղքերը իր վրա վերցնի, որպեսզի մենք կյանք ունենանք։ Ես գիտակցում եմ իմ բոլոր մեղքերը եւ ներողություն եմ խնդրում քեզանից։ Խնդրում եմ, արի եւ բնակվիր իմ սրտի մեջ։ Ես բացում եմ իմ սիրտը քո առջև։ Այսուհետև դու եղիր իմ Տերն ու Թագավորը։ Ես իմ կյանքը, իմ կամքը հանձնում եմ քո սուրբ ձեռքերի մեջ եւ ողջ փառքը տալիս եմ Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն։ Ամեն։ Գիտեք, թեպետ աչքեր ունեի, բայց չէի տեսնում։ Թեպետ ականջներ ունեի, բայց չէի լսում։ Ամբողջի մեջ թողնված մի համր էի, հազիվ էի կյանքս քարշ տալիս։ Միջև որ Տեր Հիսուսին ես գտա, նրա հետ հույս, հավատք, սեր, երջանկություն եկավ իմ կյանքի մեջ։ Գիտեք, այնքան ճանապարհներ կան կյանքում, հնարավորություններ չափից ավելին, բայց ուժերդ սկզբից փորձիր եւ ամեն տեղ քեզ մի խցկիր, կարող ես մոլորվել այնտեղ։ Միայն մի աստղ է քեզ տրված, թող միայն նա լույսեր քեզ տա, որ կյանք մտնես հավերժական, միայն Փրկիչն է քեզ օգնական։ Դե Գաբրիել, Գաբրիել որտեղ ես։ Գաբրիել, Գաբրիել որտեղ ես։ Ներողություն, դուք կարող եք տեսել եք Գաբրիելին։ Ոչ, դե Գաբրիել որտեղ ես։ Ներողություն, դեր անունը կարող է Գաբրիել է։ Ոչ, Գաբրիել, ինչու ինձ մենակ թողեցիր, ախր որտեղ ես, դե Գաբրիել։ Ներողություն, կարող է դեր անունը Գաբրիել է։ Ոչ, ախր Գաբրիել, ինչու ինձ մենակ թողեցիր, որտեղ ես։
Ներողություն, կարող է դրան գաբրել է։ Ոչ։ Ախր որտեղ ես Գաբրիել։ Ես քեզ այնքան բան ունեմ պատմելու Գաբրիել։ Ներողություն, դրանը կարող է գաբրել է։ Ոչ։ Դու Գաբրիելն ես, չէ՞։ Դե արի։ Սիրելի ընկերներ, դուք էլ եկեք, աղջիկներ, տղաներ։ Չեք պատկերացնի։ Դուք չեք պատկերացնի, թե այսօր ինչ տեղի ունեցավ ինձ հետ։ Պատկերացնում եք, Աստված այսքան ժամանակ միշտ ինձ հետ է եղել։ Պարզապես ես այդ մասին չեմ իմացել։ Այդ նա էր, որ ինձ հանեց հերթական դժվարությունից։ Ես պարզապես զարմանում եմ նրա համբերատարության վրա, որովհետև նա այսքան ժամանակ թակել է իմ սրտի դուռը։ Գիտես, սիրելի բարեկամս, երբ կիմանաս, որ Աստված թակում է նաև քո սրտի դուռը, երբ բացես նրա առջև, ես այսօր բացեցի եւ ունեմ կյանք, ուրախություն, երջանկություն։ Դե ինձ սիրելի ընկերներ, դուք ուզում եք ունենալ իրական ընկերներ, իրական սեր, երջանկություն։ Դե ուրեմն պետք է ընտրություն կատարեք։